Ազգային ժողովի ուժեղ Հայաստան եւ Հայաստան խմբակցությունների հարգելի պատգամավորներ, ազգային ժողովի աշխատանքներին հետևող քաղաքացիներ, այդ թվում քաղաքացիներ, ովքեր ազգային ժողովի աշխատանքներին հետևում են նիստերի դահլիճից եւ ոչ միայն հետևում են, այլև մասնակցում են այդ աշխատանքներին։ Իմ այս ընդգծված վերաբերմունքը խնդրում եմ էթիկայի տեսանկյունից մի դիտարկեք։ Կարող եք էթիկայի տեսանկյունից դիտարկել այն առումով, որ դա ազնվության բացառիկ դրսևորում է։ Ես պարզապես անկեղծ եմ ձեզ հետ հարաբերություններում։ Եթե նկատել եք այս օրերի ընթացքում, ես ձեզ ոչ ոքի չեմ ողջունում, չեմ բարևում, անգամ նրանց ում հետ, որ ունեցել եմ անձնական շփումներ, հարաբերություններ շատ քչերի հետ։ Եվ սա իմ անկեղծ զգացմունքների դրսևորումն է։ Սա քաղաքավարության պակաս չէ, որովհետև դուք շատ մեծ ցավ եք պատճառել ինձ։ Դուք շատ մեծ ցավ եք պատճառել մեր ամբողջ ժողովրդին։ Այն աններելի է ինձ համար։ Եվ ես կարող եմ ձեր նկատմամբ փոխել իմ վերաբերմունքը միայն այն դեպքում, եթե դուք դահլիճի այս հատվածից ձեր սեփական որոշումներով տեղափոխվեք դահլիճի մյուս հատված, որտեղ նախատեսված են տեղեր նաև անկախ պատգամավորների համար։ Սա շանս է, որպեսզի ես փոխեմ իմ վերաբերմունքը։ Ինչ վերաբերում է այս հանձնաժողովի ստեղծմանը, ես ուրախ եմ, որ այս հանձնաժողովը ստեղծվում է, որովհետև հուսով եմ, որ այդ հանձնաժողովի առաջի շահառուները կլինեն Ռուստամ Բաքոյանը եւ Արթուր Հովհաննիսյանը, ովքեր որ իմ հանդեպ ցուցաբերել են անհարգալից վերաբերմունք եւ մինչ օրս չեն կատարել դատարանի օրինական ուժի մեջ մտած վճիռները, որի համար Վեդու եւ Շենգավիթի քննչական բաժիններում հարուցված է քրեական վարույթ։ Շնորհակալություն։